Լեգենդար թենիսիստ, ով ատում էր իր սպորտը։ Ամերիկահայ Անդրե Աղասիին BBC-ն անվանել է սպորտի պատմության ամենամեծ համաշխարհային աստղերից մեկը։ Ու թեև նա աշխարհի ամենահայտնի մարզիկներից մեկն է եւ նրա վաստակած մրցանակային ֆոնդը անցնում է 31 միլիոն դոլարի սահմանը, գիտեիր, որ նա ավելի շատ գումար վաստակել է գովազդից, քան թենիսից։ Նրան թենիսի աշխարհ առաջնորդել է հայրը, իրանահայ Էմանուել Մայք Աղասին։ Անդրե Աղասին հաղթել է 870 խաղ։ Նա ոսկե սաղավարտի առաջին մրցանակակիր տղամարդ թենիսիստն է, որը տարբեր տարիների հաղթել է մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերը, պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի համաշխարհային չեմպիոնատի ֆինալում եւ օլիմպիական խաղերում։ Նա 101 շաբաթ շարունակ պահպանել է աշխարհի առաջին ռակետի տիտղոսը։ Ամուսնացած է հանրահայտ թենիսիստուհի ոսկե սաղավարտի մրցանակակիր Շտեֆի Գրաֆի հետ։ Ապրում են Լաս Վեգասում, ունեն 2 երեխա։ 2011-ին Անդրե Աղասիի անունը ներառվել է թենիսի փառքի միջազգային ցուցակում։ Անդրե Աղասիի միջնանունը Քրք է, ի պատիվ Քրք Քրքորյանի, ով աջակցել է ընտանիքին, երբ նրանք դրա կարիքը շատ ունեին։ Ի դեպ, Apple TV-ն հայտարարել է թենիսի լեգենդ Անդրե Աղասիի կյանքի եւ կարիերայի մասին բազմասերիանոց վավերագրական սերիալ նկարահանելու մասին։ Ես Տաթևիկ Սայադյանն եմ, հետևեք ինձ ավելի շատ հայկական պատմություններ իմանալու համար։